Կամուրջի հատվածից նայելով բարձրանանք դեպի Սադային ներքևի փողոցով։ Ուրեմն մեր խնդիրն է ցույց տալ քաղաքը, Ստեփանավանը ոնց է փոխվել պայմանական սովետական միությունից հետո, բայց դա խիստ պայմանական։ Գլխավոր փոփոխության էլեմենտը Ստեփանավանի պարագայում երկուսն է։ Առաջինը դեինդուստրիալիզացիան եւ երկրորդը երկրաշարժը։ Բայց ընդհանուր վարկածը մեր Ստեփանավանից դուրս դեինդուստրիալիզացիան է։ Սովետական ինդուստրիալ քաղաքի ձևավորումը կանգնում է մի վայրկյանում։ Այլևս քաղաքը իր հիմնական ռեսուրսը չունի գոյատևման։ Բայց հանելուկը կայանում է նրանում, որ քաղաքը այնուամենայնիվ ապրում է։ Ուրեմն կա իներցիա, այսինքն քաղաքը պահպանվել է եւ իր մի քանի կենսական ռեսուրսներ պահպանել է, այնքան ամբողջությամբ չի վերացվել։ Եվ ինչ-ինչ սարմանալի հանգամանքների բերումով ինքը նոր հարաբերությունների մաս է դառել ու այդ հարաբերությունների պիտի հասկանալ ինչ հարաբերություններ, առաջին հերթին առևտրատնտեսական, բայց շատ նեղ մակարդակի եւ մասնավոր։ Եվ քաղաքը արձագանքել է այդ առևտրայնացմանը, տնտեսացմանը եւ ահա հենց հիմա օրինակ, ես օրինակ նա կվերցնեի այդ սուպերմարկետը, հետեւյալ հարցով։ Այդ սուպերմարկետը նախկինում ինչ իներցիա է ունեցել, այսինքն նրա փոխարեն ինչ ա եղել այդ սուպերմարկետում։ Մեկ օրինաչափ է, որ հիմա այդտեղ սուպերմարկետ է։ Սուպերմարկետ եւ բացարձակ ոչ սուպերմարկետ իրար հարևանությամբ։ Իրար լրացնում են, թե իրար կոնֆլիկտի մեջ են։ Փորձում եմ արագ քայլից այդ մեկտեղ պայմանական այս տարածությունները այդ նոր հին կոնֆլիկտային, հակասական, զավթողական, չզավթողական եւ այլ տարածությունները քարտեզագրել, որ հիշեմ, հետո ամեն ինչը վերածեմ տեքստի։ Այստեղ տեսեք քանի տարատեսակ մեր վարկածներին սազող բան կա։ Խաչմերուկում տարածություններ, Ստեփան Շահումյանի բոլշևիկի տունը, ֆինանսական կազմակերպությունը, սուպերմարկետը, Հերոսի այգին, չգիտեմ ինչի Սլաբոդկա ռուսական, այս ավիրակ տունը։ Դատարկությունները սկսվեց, տես ինչ հետաքրքիր է։ Մի ձև նկարենք էլի այս տունը լավ ռակուրսից։ Հարահունջ, բայց այստեղ բանալին են, որ սրանք բոլորը իներցիայի արդյունք են, զրոյից չեն սարքած, հինը օգտագործում է։ Այս է զրոյից է, համար 68։ Այս ինչ է։ Իսկ առաջ այս փողոցնում անունն է ունեցել։ Հայատ Նովան մերն է։ Գնացինք։ Իսկ ինչ են թեք հարթակի վրա դրել, որ հազիվ դիմանա չգալու։ Այսինքն իրա կեցությունը այսպես խարխուլ էր անկայուն գլորովի։ Իսկ եղանակից է ու մի բար դատարկություն։ Այսինչ համոզված եմ վարգերի հերթային, տես։ Նորտալվա վարգեր են ստոպոր։ Կապի գործարան էր սա, հեղինակավորներից մեկն էր Ստեփանավանում, որը հենց երկրաշարժից ազդվեց, տարի փլատակները ավելի շատացան, ինքը վանդալիզմը կլասիկ, քանի որ քանդված էր անտեր, մեծամասամբ մետաղալար էր, այդ ջարդոնները, մետաղաջարդոնների հանձնելու համար բոլորը ներսում էին հաստոցներից մինչև առանձին դետալներ, պատեր, լարեր։ Իհարկե 90-ականների աղքատությունը հաշվի առնելով դա լավագույն ստրատեգիա էր ողջ մնալու, տեղացիներին ինչ-որ բան վաստակելու։ Ստեփանավանի դեպքը նրանցից է, ի տարբերություն մեր մյուս кейսերից Սիսյանի, Չարենցավանի, որ ինդուստրիալության վերջը գալիս է կոպիտ ասած ոչ թե սովետի անկման պատճառով, այլ երկրաշարժի բնական աղետի պատճառով։ Ու ինչ է նշանակում հետ ինդուստրիալ շրջանում ապրել միտեղ, երբ կողքդ կա ավերվածը, մնացորդը, լքվածը, բայց դու շարունակում ես ապրել ու դու նախորդ ժամանակի նման քո օրը չես կազմակերպում գնալով առավոտյան այդ գործարան հետ գալով, այլ դրա կողքը ապրում ես դրա հետ կապ չունենալով։
ինչ են այս քաղաքները, ինչ են դառնում հետխորհրդային շրջանում, ունեն արդյոք դրանք փրկության կոպիտացած պլան, կայուն զարգացման հեռանկար, ինչի հաշվին։ Այս նրանք հիմնական հարցերն են, որոնք դրված են հետազոտության առաջ։ Երկրաշարժից հետո մեր գործառնի տեղը, որը քանդվել էր, կենտրոնում էր։ Ցածներից մի քիչ ներքև էր։ Ձախապին դեպի Տաշիր գնացող տարածքը, ուրեմն 4.5 հեկտար տարածք վերցրեցինք ու գործառն էր սարքում։ Ռուսներից եկան Կրապոտկինից ուրեմն շինարարական բրիգադ եկա։ 88-ին է երկրաշարժ, այսինքն հենց Սովետը։ Սովետեղել է ինքը վերականգնել գործարան վերականգնել։ Նույն գործը։ Ինչը չի աշխատում այսի գործարաններ։ Մենք հիմա Ձորագետի մյուս կողմն ենք, կամուրջից են կողմ, հին Ստեփանավանից, հիմնական Ստեփանավանից հակառակ կողմ, որը տեղում ասում են Ձորի ընկուռը։ Այդ նշանակում է մի հատված, որը երկրաշարժից հետո անմիջապես կառուցապատվեց, մասնավորապես շատ երկրների աջակցությամբ, սա հիմա որ գտնվում ենք, եթե չեմ սխալվում, կոչվում են ռումինականներ, ռումինացիների կողմից կառուցված շենքեր են, բազմաբնակարան, ու շատ արագ բնակեցվեց, բայց ոչ մի ենթակառուցվածք չկար։ Զուտ 4 պատ, այնպես պոլուֆաբրիկատ տներ, որոնք տրվեցին մարդկանց, ու տեսնում ենք, թե ինչա դառնում, մարդիկ ռեալիզացնելու համար իրանց նախորդ բնակության ձևը, օրինակ առանձնատներում, հա, ապրելու եւ այլն, դրսի խոհանոցներ, գարաժներ, տարբեր ինչ-որ հարմարություններ են ստեղծում, կոմպենսացնելու են ինչի պակասն ունեն, ինչի կարիքն ունեն, ինքը իրանով ձևավորվող ինչ-որ գետոյական կարծես մի տարածք լինի։ Առաջին հայացքից ընկալում է այնպիսին, որ սա ինչ-որ մարգինալ տեղ է, ու սա որպես Ստեփանավան չի ընկալվում, ընկալվում է որպես նոր հնարավորություն, նոր տարածք, Ձորից այն կողմ, հենց այդ ձևը ասում են։ Եթե քարտեզի վերևից նայեք, այդ Ձորը բաժանում է աջ եւ ձախ հատվածները, ու սա նոր ձևավորված հետ խորհրդային տարածություն է, ուղված կոմպենսացնելու այն բնակֆոնդը, որը կորցրել է Ստեփանավանը երկրաշարժից հետո։ Բայց ինչ է սա դառնում, որն այս տարածության ախտորոշումը, դիագնոզը, սա դեռ մեր հետազոտությունը ոնց որ պետք է հասկանա։ Սպոսնել ենք քաղաքում, իրականացրել ենք ինտերվյուներ, մարդկանց խնդրել ենք, որ նկարեն մտային քարտեզներ։ Հիմա վերցրենք մի փոքր դադար, որպեսզի քննարկենք, մի քիչ ամփոփենք այս հարցազրույցները, որ իրականացրել ենք։ Մենք ունենք մեր մտքում դասական իմաստով քարտեզը քաղաքի, բայց մտային քարտեզն ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է այն ընկալումները, որ մարդիկ, այն իմաստավորումները, որ մարդիկ տալիս են այդ տարածքներին, այսինքն ինչու է ինքը խոսում, օրինակ մշակույթի տան մասին, ոչ թե երաժշտական դպրոցի մասին, ինչու է ինքը խոսում այս այգու մասին ու ինչ հիշողություններ ունի ինքը դրա հետ կապված, որտեղ է տեսնում իր տունը, օրինակ, տեսնում է քաղաքի մեջ, քաղաքից դուրս, ծայրում, կենտրոնում, այսինքն այս բոլորը ցույց են տալիս ավելի խորքային մակարդակում են ցույց տալիս այն ընկալումներ ու այն իմաստավորումները, որ մարդիկ տալիս են իրանց քաղաքային փորձառություններին։